Սակայն այս վերջին օրերին այս ճակերտավոր, այս իշխանական խումբը, որը իրապես իր բնույթով, վարքով, էությամբ, նկարագրով, պարզապես մի խուլիգանախումբ է, որ զավթել է իշխանությունը, զավթել է հայոց ինքնության, հայոց նկարագրի, հայոց գոյության ընդհանրապես այն չարաբաստիկ կերպով վերածելով դժբախտության եւ աղետի, ամբողջությամբ փորձելով իրենց ամբարշտությունն ու տգիտությունը տարածել բոլորի վրա եւ այդ իմաստով նաեւ ինքնաարդարանալ։ Ես ուղղակիորեն ինչպես ասացի, չեմ ուզեցել եւ չեմ ուզում անընդհատ անդրադառնալ, բայց այս վերջին օրերին կարծես ակտիվացել են խուլիգանախմբի զանազան ներկայացուցիչներ, փոքր եւ մեծ տրամաչափի, մեծն էլ ճակերտավոր, անշուշտ տրամաչափի այսպես կոչված գործիչներ, ինքնաերևակայված, ինքնափետուրավորված շատ գործիչներ, որոնք ուղղակիորեն պատճառն են մեր կյանքի աղետի, ողբերգության։ Այո, դուք ամբարիշտներ, տգետներ, ինչպես ինքներդ ձեզ անվանել եք, տգիտության կրողներ, դուք եք միակ եւ բացարձակ պատճառը այսօրվա մեր աղետալի կյանքի։ Բայց ինչպես Սաղմոս 2-ն ասում է, ամբարիշտը կկորչի, քիչ ժամանակ հետո կկորչի եւ նրա տեղը անգամ փոշին չեք գտնի, կփնտրեք եւ չեք գտնի եւ այդպես է լինելու է։ Այլ կերպ չի կարող լինել։ Սրբազան եւ աստվածային պատգամը այդպիսին է բոլոր ամբարիշտների եւ տգետների համար։